Ողջունում եմ ձեզ բոլորիդ Հիսուս Քրիստոսի անունով, թող Աստված առատապես օրհնի ձեզ բոլորիդ։ Եվ փոքր աղոթքով եկեք այսօր գանք Հիսուս Քրիստոսի անունով Տեր, մենք գալիս ենք քո առջև եւ խնդրում ենք Սուրբ Հոգի, առաջնորդի մեզ այսօր Տեր, քո իմաստության եւ գիտության հոգով, որ մենք քեզ գիտենանք Տեր եւ այսօրվա խոսքը կպնի մեզ, իմ Տեր, լցվի մեր սրտում եւ մենք այսօր ծառայությունից հետո գնանք Իմ Տեր, մի փոքրել քեզանով լցված, մի փոքրել քեզ նմանված Տեր իմ Աստված, Հիսուս Քրիստոսի անունով Տեր, եւ իհարկե ամբողջ փառքը եւ գոհությունը մեծությունը քեզ ենք տալիս։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի, շատ ուրախ եմ բոլորիդ տեսնեմ, ովքեր էլ չկան, թող Տերը իրանց օրհնի, ովքեր հիվանդ են, թող բժշկի, ովքեր ինչ որ պատճառներով չեն կարողացել գան, Թող Աստված իրենց օգնական լինի այնտեղ, որտեղ որ իրանք կան։ Փառք մեր Տիրոջը, Աստված թող առատապես ձեզ բոլորիդ օրհնի։ Եվ մինչև խոսքիս անցնեմ, ուզում եմ շնորհավորեմ ձեզ հարազատներս։ Այսօր Ծաղկազարդի տոնն է, հարազատներս 2025 տարի առաջ մեր Տեր Հիսուս Քրիստոսը փառքով մտավ Երուսաղեմ, ցույց տալով, որ ինքն է Տերը։ Եվ ես ցանկանում եմ հարազատներս, գիտեք, այս երկու օրը շատ եմ խորում այդ տոնի մասին, չգիտեմ, այս վերջի ժամանակները տոնի հետ կապված շատ եմ ուշադրություն դարձնում, բայց իմ ցանկությունը գիտեք որն է այսօր, եւ ովքեր այստեղ են, ովքեր հետո զապիսը կլսեն, որպեսզի դուք այդ ճյուղերից ենկում տեսնեք Հիսուս Քրիստոսին, որ ձեր ուշադրությունը այդ ճյուղերը չլինեն, որովհետև այդ պատմության մեջ գլխավորը ճյուղերը չէին։ Այնտեղ իհարկե ոչ բարդիներ, ոչ վերբաներ, այնտեղ արմավենու ճյուղեր էին թափահարում եւ գոչում են Օվսաննա Տիրոջին, որ Տիրոջ անունով գալիս է, օրհնյալ է, որ Տիրոջ անունով գալիս է։ Դա է ամենագլխավորը, հարազատներս, որ Տեր Հիսուս Քրիստոսը Տիրոջ անունով եկավ, մտավ, այդպես էլ գա եւ մտնի մեր սրտի մեջ, հարազատներս։ Այդպես, ինչպես թագավոր, գոչելով, Օվսանա գոռալով, գա ու մտնի մեր ամեն մեկի սրտի մեջ։ Եվ մի շաբաթ հետո մենք զատիկը կտոնենք, որ ամեն մեր հարազատների, գլխավորը մեր սրտի մեջ էլ, եւ մեր հարազատների, բարեկամների սրտում մեր Տեր Հիսուս Քրիստոսը հարություն առնի։ Փառք մեր Տիրոջը։ Հենց որ տոնում եմ հարազատներս, այսօր տոնում ենք այդ տոնը եւ շնորհավորում եմ ձեզ բոլորիդ։ Ծաղկազարդի տոնի արդիվ հարազատներս, թող միշտ մեր հայացք ուղղված լինի դեպի Տեր Հիսուս Քրիստոսը, միշտ, որպեսզի երկրորդական բաները չկանգնեն առաջի տեղը, իսկ առաջի տեղը գլորվի հանկարծ երկրորդ տեղը, որտեղ ամենակարևորը Տեր Հիսուս Քրիստոսն է, այն, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը արեց, որ եկավ Աստված, մարդացավ, ապրեց օրինակ ցույց տալով, ինչպիսին պիտի լինի քրիստոնյայի կյանքը, ինչպիսին պիտի լինի Աստծուն հավատացողը։ Եվ իր կյանքը չխնայեց եւ տվեց ամեն մեկիս համար, որ ամեն հավատացող չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Գիտեք, հայերենում շատ է դուրս գալի, ասում են, որ ամեն հավատացող չկորչի։ Ռուսերենում ասում են «Նի պագիբ», որտեղ առանց Հիսուսի մենք կկորենք, առանց Հիսուսի մենք ոչինչ ենք, ունայնություն, ունայնության։ Եվ այսօրվա խոսքը, որ ուզում եմ ձեր հետ կիսվեմ, հարազատներս, կոչվում է այսպես, ճշմարտություն, որ ազատություն է տալիս։ Մենք ամեն մեկս էլ, մինչև Հիսուսին գալը, դարձի գալը, հարազատներս ապրում ենք, ու երբեք չենք մտածում, որ ինչ որ մի բանով մենք կապված ենք։ Այսօր էլ գուցե հարազատներս այստեղ նստած մենք կարող է չհասկանանք, որ մենք ինչ որ բանով կապված ենք, որ մենք ազատության կարիք ունենք հարազատներս։ Եվ ամենահետաքրքիրը նա է, որ ամեն մարդու համար իր ճշմարտություն ունի։ Եվ նույնիսկ երբ որ մարդիկ վիճում են, ամեն մեկն իր ճիշտն ունի։ Նույնիսկ երբ որ մարդու կին իրար հետ վիճում են, Էզրա հետ ես խոսում, ես որպես հովիվ եմ ասում։ Էզրա հետ ես խոսում, ինքը ասում ես իսկապես ճիշտ է։ Ամուսնու հետ ես խոսում, ասում
Ասում ես իսկապես ճիշտ է։ Այդ համար միշտ պետք է լսես երկու կողմը։ Բայց գիտեք ամենահետաքրքիրը նա է, որ հա, ամեն մեկը իր ճիշտն ունի, բայց կա ճշմարտություն, որ այդ ճշտից վերև է։ Եվ այդ ճշմարտությունը, եթե այդ երկուսը իրենց հայացքները ուղեն դեպի այդ ճշմարտությունը, ազատություն կստանան։ Իհարկե դու այսօր կարող ես կանգնել ու նայես քո կյանքին, ասես ճիշտ էսպես է, հիվանդ եմ, ոտս ցաում, գլուխս ցաում, ֆինանսների հետ խնդիր ունեմ, առողջության հետ խնդիր ունեմ, ու դա ճիշտ է։ Բայց կա ճշմարտություն, որ քեզ ազատություն կբերի։ Ու քո հայացքը դու պետք է ուղես այդ ճշմարտությանը, եւ այդ ճշմարտությունը միակն է։ Հովհաննես ավետարանիչը 14-րդ գլխում 6-րդ խոսքում այսպես է ասում. Հիսուսը նրան ասեց. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը։ Մարդկության պատմության մեջ միակ մարդը, որ կարողացավ վեր կենա եւ ասի, որ ես եմ ճշմարտությունը, կյանքը եւ ուղին, դա Տեր Հիսուս Քրիստոսն էր։ Ոչ մեկ, ինչպես ուզում եք մարգարե վերցրեք, ինչպես ուզում եք արդար մարդու վերցրեք, Աստվածաշնչում մանեկեք, չեք կարող գտնել ոչ մեկին, որ մեկը կարողանա կանգնի ասի. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ ուղին։ Ես եմ ճշմարտությունն ու կյանքը։ Որտեւ ամեն մարգարե, որ եկավ, ինքը քարոզում էր ճշմարտության մասին։ Ամեն մարգարե, որ եկավ, արդար մարդ եկավ, ինքը խոսում էր կյանքի մասին, ցույց տալով կյանքը։ Բայց միայն Տեր Հիսուս Քրիստոս եկավ, ասեց. Ես եմ ճշմարտությունը։ Այդ համար երբ որ ընտանիքում մարդկանց մեջ մարդիկ հասկանում են, որ մի ճշմարտություն կա, եւ այդ վեճի, այդ խոսքի մեջ իրանք հարազատներս, այդ իրավիճակիդ մեջ, որ դու կաս, դու կարողանաս պատտվել, ասես Հիսուսին նայես, Հիսուս ջան, դու ես ճշմարտությունը, դու ինձ ցույց տու։ Այո, ճիշտ է, ես հիվանդ եմ, բայց երբ որ դու նայում ես ճշմարտությանը, դու տեսնում ես, որ Տիրոջ վերքերով դու բժշկվեցար։ Դու նայում ես, այն որ ասում եմ, մայի ֆինանսի պայուտ ռամանսի։ Այո, դու ֆինանսի խնդիր ունես։ Այո, այսօր ֆինանսական հրաշքի կարիք ունես։ Բայց երբ որ դու պատտվում ես, ու դա ճիշտ է, պատտվում ես ու նայում ես ճշմարտությանը, ասում եմ, նա աղքատացավ, որ դու հարստանաս բարի գործերի համար։ Այդ համար այսօրվա իմ խոսքը նրանում է հարազատես, որ դու քո հայացքը ուղես դեպի ճշմարտությունը։ Գիտեք, երբ որ Պետրոսը նավակից դուրս գնաց ու գնաց ջրերի վրայով, լսելով Հիսուս Քրիստոսին, ալիքներ կային, քամին կար, դա ճիշտ էր։ Ինքը երազի մեջ չէր, ինքը տեսիլքի մեջ չէր, ինքը իրականում տեսնում էր, դա ճիշտ է, քամին կա, ամեն ինչ կա։ Բայց երբ որ իր հայացքը ինքը ճշմարտությունից ուղեց դեպի այդ ճիշտը, ինքը սկսեց սուզվել։ Մինչև նայում էր դեպի ճշմարտությունը, նա խիզախորեն գնում էր առաջ։ Հովհաննես ավետարանիչը 8-րդ գլխի 31-36-րդ խոսքեր ուզում եմ կարդամ հարազատներս։ Այդ ժամ Հիսուսն իրեն հավատաց հրյաներին ասաց. Ես ուզում եմ հարազատներս, որ մենք դա շատ կարևոր է ուշադրություն դարձնենք։ Հիսուսը այս բառերը ուղեց իրեն հավատացող մարդկանց։ Այսօր հավատում ես Հիսուս Քրիստոսին, այս խոսքերը քեզ են։ Եթե չես հավատում, իհարկե, քո համար չի։ Հիսուսը դիմեց իրեն հավատացած հրյաներին եւ ասաց. Եթե դուք հավատարիմ մնաք իմ խոսքին, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք,
Կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը կազատի ձեզ։ Նրան պատասխանեցին. մենք Աբրահամի որդիներն ենք եւ երբեք ոչ ոքի չենք ծառայել։ Դու ինչպես ես ասում, թե ազատ կլինենք։ Հիսուսը նրանց պատասխանեց. ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, ամեն ոք, որ մեղք է գործում, մեղքի ծառա է, իսկ ծառան ընդմիշտ տանը չի մնում, որդին է ընդմիշտ մնում, արդ եթե որդին ձեզ ազատի, ճշմարտապես ազատ կլինեք։ Եկեք նայենք այս ավետարանի հատվածին։ Սուրբ Հոգին ցանկացել է, որ այս պատմությունը ավետարանի մեջ գրվի։ Մեզ հորդորանք, մեզ մխիթարանք, մեզ խելքու խլատելու համար։ Հիսուսը քարոզում է, ավետարանում է եւ մի շարք հրյաներ հավատում են Հիսուս Քրիստոսին, որ ինքը Աստծո որդին է, որ ինքը եկել է, ու իրանց սրտերը հանձնում են Հիսուս Քրիստոսին։ Եվ Հիսուս Քրիստոսը պատտվում ու ինձ այդ հավատացող մարդկանց ասում է. եթե դուք հավատարի մնաք իմ խոսքին, չկասկածեք, չթողեք, ինչ որ ես ձեզ հիմա ասեցի այդ ավետարանը, հավատարիմ բռնեք այդ խոսքը մինչև վերջ, դուք իմ աշակերտները կլինեք։ Շատ կարևոր է, որ այստեղ խոսքը ուղղված է հավատարիմ մարդկանց, հավատացյալ մարդկանց։ Եվ այդ հավատացյալ մարդկանց ասում է, եթե հավատարիմ մնաք իմ խոսքին, իմ աշակերտները կլինեք։ Ինչ է պետք ինձ, որ ես աշակերտը դառնամ Հիսուսի, որ ես հավատարիմ լինեմ։ Ինչպես Պողոս առաքյալն ասում առաջի Կորինթացիս 4 գլխում, ասում է, Աստծո տնտեսից մի բան է տրվում։ Գնա ճեմարան սովորի, գնա Աստվածաշնչյան դպրոց սովորի։ Չէ, ասում է, մի բան է տրվում, ասում է, որ ինքը հավատարիմ լինի։ Այդ համար Պողոս առաքյալը ասում էր, եթե լուծը վերցրել ես, հետ մի նայիր։ Այդ համար Տեր Հիսուս Քրիստոսը դիմեց իր աշակերտներին, առաքյալներին, ասեց, չմոռանաք Ղովտի կնոջը։ Միակ պատմությունը, որ Հիսուս Քրիստոսը դիմեց, ասեց, չմոռանաք իրան, խնդրում եմ։ Աստված ցանկանում էր այդ կնոջը փրկի, բայց այդ կնոջ սիրտը հետ էր նայում։ Իր սրտում այո ինքը ճիշտ էր, իր երեխեքը ընդեղ էին, փեսան ընդեղ էր, տուն տեղը լրիվ ընդեղ էր, ինքը որպես կին ինքը իրան կարելի էր հասկանալ, բայց կար ճշմարտություն, որ Աստված ասել էր, հետ մի նայի, թող եւ գնա։ Դրա համար հարազատներս հավատարմությունն է, որ մեզ անում է Տիրոջ, մեզ սարքում է Տիրոջ աշակերտները։ Եվ Աստված ասում է, երբ իմ աշակերտը կլինեք, դուք կսկսեք ճանաչել ճշմարտությունը, եւ ճշմարտությունը կազատի ձեզ։ Այստեղ այդ փարիսեցիները, հրյաները չեն հասկանում Տեր Հիսուս Քրիստոսին, ասում են, ինչի մասին ես խոսում։ Մենք Աբրահամի սերունդն ենք, ոչ մեկին ստրուկ չենք եղել, չմոռանալով, որ իրանք հռոմեացիների հիմի ձեռքի տակ են։ Դուք արդեն ծառա եք, ո՞նց եք ասում դուք ծառա չեք եղել։ Ձեզի գրավել են։ Բայց Հիսուսը ուզում է ուղղի իրանց հայացքը դեպի հոգևորին։ Ասում է, ով մեղք է գործում, ինքը մեղքի ծառա է։ Իսկ ծառան ընդմիշտ տանը չի մնում, որդին է ծանը մնում։ Աստված կամենում է, որպեսզի մեզ հարազատներս ազատի, որպեսզի մենք այլևս չլինենք մեղքի ծառա։
Ծառան ինչ է անում, հարազատներ, մենք այսօր ասում ենք ծառայում է։ Ինքը ծառա է նրա համար, որ ինքը ծառայում է։ Իսկ Աստված ուզում է քեզ այդ ծառայությունից փոկի, որ դու էլ չծառայես այդ մեղքին։ Ազատ լինես։ Մեզ այսօր շատ դժվար է հասկանալ դա։ Պատկերացրեք ուղղակի մի 200 տարի առաջ հետ գնանք, երբ որ ստրկատիրական կարգեր էր, ու դու ազատություն չունեիր։ Ու դու ծառայիր ինչ որ մեկի մոտ, բատրակ էիր։ Ու դու պատկերացնում ես, դու ծառայում ես, ոչ մի իրավունք չունես, դու նույնիսկ իրավունք չունես ուզածդ մարդու հետ ամուսնանաս։ Տերն է որոշում։ Այս դրա հետ կամուսնանաս, այս դրա հետ։ Ինչքան էլ սիրեն, ինչքան էլ իրար համար գժվեն, իրանք պետք է գային Տիրոջ մոտ եւ Տերը թույլ տար այդ ամուսնությունը։ Եթե Տեր ասեր չէ, այս դրա հետ պիտի ամուսնանաս, ինքը ոչ մի բան չէր կարող անել։ Եվ պատկերացնում եք, այդ մարդուն հանկարծ գալիս է մեկը եւ ջին է մուծում եւ ասում է, այսօրվանից դու ազատ ես։ Պատկերացրեք այդ մարդու վիճակը, այդ ուրախությունը, ցնծությունը, ինքը մի օրում սկսում է հասկանալ, որ ինքը կարա քնի ինչքան ուզում է, որ ինքը կարա հանգիստ գնա ինչ-որ միտեղ աշխատի եւ իրան գումար կտան, որ ինքը արդեն ինչ-որ պաշտպանություն ունի, ինչ ուզեն արդեն իրան չեն անի, ինչ ուզենա կցանի, ինչ կուզենա չի ցանի, ինքն արդեն իր կյանքի տերը։ Աստծո ցանկությունն է, հարազատներս, որ մեզ ազատի այդ մեղքի ծառայությունից, որ մենք ազատության մեջ լինենք, ինչպես ասում է Պողոս առաքյալը, չվերադառնանք նորից լուծի տակ, Կորինթացիների մեջ ասում, որպեսզի դուք չվերադառնաք այն լուծին։ Եվ այստեղ շատ կարևոր բառեր է ասում, հարազատներս։ Առաջինը մեզ, որ մենք մեղքից առաջ լինենք, իսկ ծառան, ասում է, ընդմիշտ չի կարա Աստծո տան մեջ մնա։ Իսկ որդին ընդմիշտ է մնում։ Հիսուսը իհարկե ասում էր եկեղեցու համար, Աստծո տան համար։ Դու կարող ես Աստծո տանը լինես որդի, եւ Աստված ամեն բան արեց, եւ ինքը ցանկանում է, որպեսզի դու ծառա չլինես Աստծո տան մեջ, այլ լինես որդի։ Որտեւ ճշմարտությունով մեղքից ազատված մարդը ծառայից դառնում է որդի։ Նորից ասեմ, հարազատներս, ճշմարտությունով ազատված, մեղքից ազատված մարդը դառնում է որդի Աստծո տան մեջ։ Եվ այսօրվա իմ փափագը նրանում է, հարազատներս, եւ իմ աղոթքը, որ դուք ամեն մեկը Աստծո տան մեջ ձեզից գաք որպես որդի, այլ ոչ թե ծառա։ Որտեւ եթե դուք ծառա լինեք, դուք երկար չեք մնա։ Որտեւ ամեն ինչ քեզի գրգռի, ամեն ինչ քեզի կհանդիմանի, ու մենք տեսնում ենք դա Հիսուսի կյանքում։ Մարդիկ հանդիպելով Հիսուսի հետ, ճշմարտության հետ երկու քայլ ունեին, կամ հնազանդվեն այդ ծառայությունից ազատվեն, կամ էլ ֆռում էին ու գնում էին Հիսուսից։ Սկսում էին իրան հալածել, սկսում էին սուտ բաներ խոսալ, սկսում էին իր դեմ պատերազմել։ Որովհետև ծառան ընդմիշտ չի կարա Աստծո տան մեջ մնա։
Պողոս առաքյալը առաջի Տիմոթեոսի 3-րդ գլխի 14-15 խոսքում այսպես ասում. այս բաները գրում եմ քեզ հուսալով, որ շուտով քեզ մոտ կգամ, իսկ եթե ուշանամ, որպեսզի իմանաս, թե ինչպես պետք է վարվել Աստծո տան մեջ, որը կենդանի Աստծո եկեղեցին է, սյունը, հաստատությունը, ճշմարտության։ Ես բոլորը գրում եմ քեզ, Տիմոթեոս, դու այդ տան որդին ես, որ դու իմանաս քեզ ոնց պահես Աստծո տան մեջ։ Որովհետև երեխան, տան երեխեն, իրան այդ տան մեջ բոլորովին ուրիշ ձև է պահում։ Իսկ վարձկան մեկին բերես, ինքը բոլորովին ուրիշ ձև է իրան պահում։ Մեր երեխեքը ազատ են իրենց տան մեջ, հանգիստ գալիս են խալաձելիկը բացում են, հանգիստ գնում են իրենց անկողնին պարկում են, որտև իրանք գիտեն, ես իմ տան մեջ եմ, ինձ ստեղ սիրում են։ Ծառան գիշերը չի կարում մնա, ծառան իր ժամանակը լրացավ, ասում է վերջ ես գնացի։ Ամեն ինչ անում է, ուրախանում է, երբ որ աշխատանքային օր չի այդ օրը, որ հնարավորություն կա այսօր ես չգնամ։ Ասում է, որ դու իմանաս ինչպես վարվես Աստծո տան մեջ, որը կենդանի Աստծո եկեղեցին է։ Հարազատներս, այսօր ամեն մեկիս կյանքում իր ճշմարտությունը կա։ Ու դու եթե քո կողքին նայես, քո կյանքի նայես, դու իսկապես կտեսնես, դա այդպես է։ Բայց կա ճշմարտություն, որ ազատություն է տալիս։ Նայիր, ուղղիր քո հայացքը դեպի այդ ճշմարտությունը, որ Տեր Հիսուս Քրիստոսն է։ Արի նրա մոտ, ազատվիր այդ մեղքի կապանքներից։ Անցած անգամ հիշում եք, կարդում ենք, ասում են, ես Աստվածաշնչյան դպրոցում էինք ասում, որ մի թողեք իրար հետ ժողովելը, որ ոմանք, ասում է, սովորություն ունեն, իրանք սովորության ծառա են դառը, այդ մարդիկ, եւ Աստված ուզում է, որ իրանք ազատի այդ սովորությունից, որ իրանք տան որդի լինեն։ Ես այն մարդկանցից եմ, որոնք գործից հետո վազելով եմ գալիս տուն, ինչ որ միտեղ գնալով վազելով եմ վերադառնում տուն, որտեվ ես այդ տան մարդն եմ։ Ես այդ տանը ծառա չեմ։ Այդպես էլ մենք, հարազատներս, որ վազենք դեպի Աստծո տուն։ Ինչպես որդի մտածեմ, ինչ կարամ անեմ, որ իմ տունը ավելի գեղեցիկ լինի, որ իմ տունը դատարկ չլինի, որ իմ տան մեջ ամեն բան ճոխ լինի, որտեղ մենք ամեն ինչ անում ենք, որ մեր տան մեջ ամենալավը լինի, մեր հնարավորության չափով։ Ամենալավ մեբելը լինի, ամենալավ աբոները լինեն, ամենալավ ամանները լինեն, ամենքս էլ սերվանտ ունենք, հա չենք օգտվում, բայց ամենասիրուն բաժակները դնում ենք այնտեղ, ուզում ենք, որ լրիվ ճոխ լինի, ծաղկազարդ լինի, լավը լինի։ Այդպես էլ Աստծո տան մեջ, հարազատներս։ Գիտեք ինչքան ընտանիքներում կռիվ չի լինի, եթե ամուսին ու կինը հասկանան, որ կա ճշմարտություն իրանց գլխին, որ կանգնում են կռիվին անում, ես ասում եմ, չէ, ես եմ ճիշտ, այն ասում է, չէ, ես եմ ճիշտ, այն ասում է, չէ, քո մաման, այն ասում է, չէ, քո մաման։ Բայց երբ որ երկուսն էլ կանգնում ասում են, հասկանում եմ, երկուսս էլ ճիշտ ենք։ Բայց Հիսուս դու ինչ կասես։ Քո ասածը ինչա, Տեր։
որովհետև սերը չի լրփանում, սերը իրենը չի փնտրում, սերը ամենին հավատում է, չի գոռոզանում, ումն է պետք է ճիշտը, քո ճիշտը, եթե պատերազմ է բերում, խաղաղությունը կորցնում է քո ընտանիքում, ումն է պետք է ճիշտը, եթե սերը կորում է, եթե ընտանիքն է քանդվում, ումն է պետք է ճիշտը, Իսկ շատ ժամանակ մարդիկ կոտոշները տնկում են ու գնում են, ես ճիշտ եմ ու վերջ։ Ամենաճիշտը Տեր Հիսուս Քրիստոսն էր, երբ որ ինքը կանգնած էր, ինքը բոլորից ճիշտ էր։ Ու ինքը Պետրոսին ասեց, Պետրոս, հենց այժմ ձեռքս բարձրացնեմ, 12 զորքը կուղարկի մեր Տերը, հրեշտակները կգան։ Ոստեղ ոչ մեկ չի մնա, լրիվ քար ու քանդ կանեն։ Բայց ինքը սուս մնալով կանգնած ուզում էր մարդկությունը փրկեր։ Անարդար էր, ինչ որ իր դեմ անում էին։ Ինքը արժանի չէր այդ ամենին։ Ինքը ոչ մի չար բան չէր արել։ Բայց ինքը Գողգոթայի խաչի վրա կանգնած ասում է, տերների չեն հասկանում ինչ են անում։ Ու իրանք զարմանում էին առաջի անգամ պատմության մեջ իրանք տեսնում են, որ մեկը խաչի վրա ոչ թե անիծում, այլ օրհնում է իրանց։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասեց, ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը։ Ոչ ոք հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով։ Մարդիկ հանդիպում են, գիտեք, հարազատներս ասում են, վայ, ինձ նեղացրել են, ու սկսում են։ Պատկերացնում եք Հովսեփը այդպես ասեր, ինձ նեղացրել են, վերջ, իմ աղբերներին պիտի սպանեմ, գցեմ են կողմ։ Հիսուս ասեր, ինձ նեղացրել են։ Հա, նեղացրել են, նույնիսկ Հովսեփի պես դավաճանել են։ Բայց ճշմարտությունը նրանում է, որ դու պետք է ներես եւ քայլես առաջ, որտեւ եթե դու չներես, Հայր Աստվածը քեզ չի ների։ Ու գիտես, երբ որ դու այդպես անես, դու այդ ներումով այդ կապանքից կազատվես։ Ներում եմ։ Մարդիկ կան, որ իրենց նեղացած են իրենց ճակատագրից։ Ինչի իմ հետ այդպես պիտի լիներ։ Աստված ուր է իր։ Եվ նեղանում են իրենց ճակատագրից, նեղանում են իրենց կյանքից, նեղանում են իրենց կեսից, նեղանում են ճանապարհից, նեղանում են ամեն ինչից, եթե Տեր Հիսուս Քրիստոսից նեղացան։ Էս ինչ ասում չենք հասկանում։ Ասում եմ մարդ ուտենք, մենք մարդակեր ենք։ Աստված ցանկանում է մեզ ազատություն տալ, հարազատներս։ Կա ճշմարտություն, որ ազատություն է մեզ տալիս։ Որովհետև ներելով մենք չներման կապանքներից ազատվում ենք, որտև չներումը մեղք է, ու մարդիկ տարիներով տանջվում են այդ չներումի մեջ։ Ների և բաց թող։ Դու կարող ես Աստծո տանը լինես
ծառա կամ որդի։ Դու պետք է որոշես, որդի ես ուզում լինես, թե ծառա։ Որտև որդին ազատ է։ Փարիսեցիները չեն կարողանում հասկանան դա, որ իրանք վաղուց գոռոզության մեղքի մեջ են և չեն կարում Տիրոջ խոսքը ընկալեն, պահեն իրանց մեջ։ Եվ ընդհակառակը Տիրոջ դեմ են գնում և ուզում են Տիրոջը սպանեն, որտև եթե այստեղը շարունակին կարդանք, կլսում է, ինչի համար եք ուզում ինձ սպանեք, ինչ վատ բան եմ ձեզի արել։ Ես լսում եմ իմ հորը և իմ հոր լսած խոսքերն եմ ասում, իսկ դուք ումն եք լսում, որտև եթե իմ հորը լսեիք, իմ վրա չէիք բամբասի, եթե իմ հորը լսեիք, ատելությամբ չէիք լծվի, ազատ կլինեիք բամբասանքից, բողոքներից, այդ ամեն ինչից ազատ կլինեիք։ Եկեք ոտքի կանգնենք հարազատներս և աղոթքով գանք Տիրոջ առջև։ Արդ եթե որդին ձեզ ազատի, ճշմարտապես ազատ կլինեք։ Որդին մեզ ազատելով մեզ որդի է սարքում, որ մենք նրա նմանը դառնանք։ Սիրելի Հայր Հիսուս Քրիստոսի անով, մենք գալիս ենք քո առջև և գոհանում ենք քեզանից տերերի Տեր և արքաների արքա։ Իսկապես Տեր իմ Աստված, մենք ամեն քո խոսքին ասում ենք այո և ամեն Տեր իմ Աստված, որ դու ասեցիր ճշմարիտ ասում եմ ձեզ, իմ Տեր Աստված, որ կճանաչեք ճշմարտությունը և ճշմարտությունը կազատի ձեզ։ Տեր ջան, մենք քո ազատման կարիքն ունենք։ Իմ Տեր Աստված ազատի ամեն ինչից, ինչ որ քեզանից չի։ Իմ Տեր Աստված Հիսուս Քրիստոսի անով, եթե մեկին չենք ներենք բաց թողենք, եթե իմ Տեր Աստված մեկի հանդեպ ատելությամբ ենք լսված, ազատի է դրանից, եթե իմ Տեր նեղացած ենք մեր ճակատագրից կամ ինչ որ մեկից մենք բաց ենք թողում Հիսուս Քրիստոսի անունով, Տեր ջան, իմ Աստված, իմ Փրկիչ, եւ իմ Տեր Աստված, եթե պարտքեր կան, Տեր իմ Աստված, թող հոբելյար տարի լինի, իմ Տեր, այդ ստրկությունից էլ ազատվենք, Տեր իմ Հիսուս Քրիստոս, ամեն մի պարտքից, Հիսուս Քրիստոսի անով, իմ Տեր Աստված, շնորհակալ եմ քեզ, իմ Տեր Հիսուս, որ դու ճշմարտություն ես, ճանապարհը եւ ուղին, եւ տալիս ես մեզ ազատություն։ Հիսուս Քրիստոս, Աստծո ճշմարիտ որդին, շնորհակալ եմ, որ դու եկար եւ մեզ ազատություն տվեցիր։ Շնորհակալ ենք քեզանից, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։